Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 1-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան իրադարձություններից, որովհետև երեք գիտական շրջանակները մի քերթվածքներն էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանը, դրան հնարավոր չի չանդրադառնալ, ուրեմն տեսեք ինչ ասել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հիմա ինչ միտք է ասել։ Ինչու է մայրաթոռն էջմիածնում, որովհետև 301 թվականին Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր։ Այսինքն միայն Վաղարշապատի մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորել մայրաթոռի էջմիածնում լինելը։ Էջմիածին նիմիջայլոց մայրաթոռի կառուցման վայրն է, որ համաձայն ավանդության տիրոջ իջնելու վայրն է։ Բայց այդ էլ հարց է, ինչու է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղում իջնել, նա էլ գիտի որտեղ պետք է իջնել, տվյալ դեպքում Տերն իջել է այնտեղ, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը։ Հիմա նայենք, այս աշխարհացունց մտքերը արտասանել է գիտական մթնոլորտում, հայ-ամերիկյան համալսարանում, պատկերացնում եք։ Հիմա առաջինը մի հատ հասկանանք, Տերը չի իջել, Նիկոլ Փաշինյան։ Չգիտեմ որտեղ ինչ ես կարդացել, որտեղից ինչ ես լսել։ Եթե խոսքը վերաբերվում է ինչ-որ մի բան, որ լսել ես, Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է ունեցել, որտեղ է իջել միածինը։ Այսինքն Տերը չի իջել։ Իսկ տեսիլքը դա ընդամենը երազի ֆիքստուր ձևն է, էլի, այնց երազա տեսել, էլի, ուղղակի ասում են տեսիլք, հա։ Եվ ինչ է ստացվում։ Քրիստոսի երկրորդ գալուստն է եղել, Նիկոլ Փաշինյանը դա է հայտարարում, ընդամենը Գրիգոր Լուսավորիչն ասել է երազում տեսել եմ, ստեղ էր իջել։ Ինչ է նշանակում Տերը գիտի որտեղ պետք է իջնի։ Տերը չգիտի, Լուսավորիչը ասել է։ Իր ասելու գիտես, ունից չգիտենք, ինքը դա այդ տեսիլքը տեսել է, թե խաբել է մեզ, որ տեսել է։ Այսինքն, այս ինչ բաներ ես խոսում ընդհանրապես։ Քրիստոսը գիտեր որտեղ է իջնելու, ու տեղա իջե, որովհետև մայրաքաղաքը տեղա չի իջել։ Երազ են տեսել, սա մեկ։ Երկրորդ, բարդ չէր, եթե այդքան գրքեր կարդացել ես, հասկանաց, որ ժամանակին, քանի որ մանավանդ քրիստոնեությունը պետական կրոնը ընդունվել եւ այո, թագավորը իր հրովարտակով է քրիստոնեությունը ընդունել, մարդիկ դեռ պատրաստ չէին հոգեբանորեն նրան եւ դրան բավական ժամանակ էր պետք։ Ինչ էին անում։ Նախկին հեթանոսական սրբավայրերը, նախկին աղոթատեղիների փոխարեն սարքում էին նորերը, որ մարդիկ իներցիայով որտեղ որ գնացել են, հիմա գնան նույն տեղը, ու երբ որ գնաք նայեք Էջմիածնի տակը, դուք կտեսնեք, որ դա կառուցած է հեթանոսական տաճարի վրա։ Անկախ նրանից Գրիգոր Լուսավորիչը ինչ երազա տեսել կամ տեսիլք։ Պատճառը դա է։ Ու մեկ էլ այդ ամբողջ իր ցանկությունը, որ ցույց տա պետականությունով ու պետությունով է պայմանավորված եկեղեցու գտնվելու վայրն ու եկեղեցու կարգավիճակը, որպեսզի դրանով արդարացնի այսօր, այդ ամբողջ ասածը դրա համար է, որ արդարացնի թե այսօր ինչի է ինքը ասել, որ պետությունը պետք է վճռական դերակատարություն ունենա կաթողիկոսի նշանակման գործում։ Այն դեպքում, երբ որ օրենքը դա թույլ չի տալիս, բայց ինքը որպեսի հիմա արդարացնի, ասում է դեռ այն ժամանակվանից, որ քրիստոնեությունն ընդունվել է, աթոռանիստ է դարձել Էջմիածինը, պատճառը նա է եղել, որ մայրաքաղաք է եղել, ախր պատճառը դա է, չէ։ Ոչ, պատճառը դա չի, որտեվ եթե ուսումնասիրեիր, կտեսնեիր, թե տարբեր տեղեր որտեղ է եղել աթոռանիստը, տարբեր պատճառներով բոլորը չթվարկենք եւ երբեք հազվադեպ է համընկել, որ դա եղել է մայրաքաղաք։ Եթե չասենք, որ ստիպված Դվինը երբ որ դառավ մայրաքաղաք, հետո տարան աթոռանիստը տարան այնտեղ մայրաթոռը, որից հետո էլի նորից եկավ եւ
Այդ ամբողջ ընթացքում քանի անգամ է համընկել, որ մայրաքաղաքում եղել է նաև աթոռանիստը մայրաթոռը։ Իսկ երբ որ արդեն վերջի անգամ եկել է Էջմիածին, արդեն քարից սարքել են գահը, որտեղ ասել են վերջ, սա վերջի տեղն է, սա արդեն շարժական գահ ու աթոռ չի, արդեն սա քարից, որը մինչև հիմա քարի տեսքի է, կաթողիկոսի աթոռը, գահը, այսպես ասած։ Հետ մի նպատակով, որ այլևս Էջմիածնից չի տեղափոխվելու, դա են խորհրդանշել, իսկ այդ ընթացքում քանի մայրաքաղաք է փոխվել, բայց մնացել է Էջմիածնում, որտեղ դա լրիվ այլ վիճակ էր։ Ու եթե նույնիսկ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը, որ հաջորդն էլ ասում է, Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել է վաղար շաբաթում առաջի դպրոցը, էլի դրա համար կա ընդամենը մի պատճառ, եւ այդ պատճառը վաղար շաբաթը Հայաստանի մայրաքաղաքն էր, եւ ուրիշ որևէ պատճառ դրա համար չկա։ Գիտաժողովին էլ մասնակցել են թե Հայաստանից, Շվեդիայից, Միացյալ Թագավորություններից եւ այլն։ Երբ որ վաղար շաբաթը արդեն մայրաքաղաք չէր ու տեղափոխվել էր Դվին, վաղար շաբաթը իր դերակատարությունը պահպանել էր միայն մի պատճառով, որ նա աթոռանիստ էր, հոգևոր մայրաքաղաք էր։ Այսինքն ոչ թե պետության պատճառով եկեղեցին, այլ եկեղեցու պատճառով մայրաքաղաքը։ Այդքանը, եթե ուզում ես բացատրես, որ Միածնի իջնելու վայրն է, դա մայրաքաղաքն է, այդ ամբողջը ուզում ասի, որ Իջևանից մեկը, որ Իջևանել է կառավարության շենքում, աշխարհի կենտրոնը դա է։ Երևան պետք է տեղափոխվի աթոռանիստը, մայրաթոռը, որովհետև բանդեղ է վարչապետը, դա արդեն աշխարհի կենտրոնն է։ Այդ ամբողջ իր բացատրությունը, այդ բացարձակ անգրագիտությունները ու պատմական փաստերն աղավաղելը մի նպատակ ուներ, որ արդարացներ, որ կարևորը վարչապետն է։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ մոռանում է, որ այն ժամանակ, երբ որ փորձում էին նաև աթոռանիստը լիներ մայրաքաղաքում, որ մոտ լինեն, որտեղ այն ժամանակ հեռախոս չկար բջջային եւ ինտերնետով կապ հաստատել մի քիչ բարդ էր։ Միտեղից միտեղ էլ գնում էին ձիով։ Ված չէր լինի, որ իրար մոտ լինեին։ Իսկ հիմա նման խնդիր ոչ միայն բացի դրանից, այն ժամանակ աշխարհիկը եւ հոգեվորը նույն կառավարման համակարգի բաղադրիչներ էին։ Իսկ այսօր պետությունը եկեղեցին անջատված է պետությունից, մենք աշխարհիկ պետություն ենք, եւ դրանք միասին կառավարման համակարգի մեջ չեն։ Բացարձակ իմաստ չունի մտածել, որ արդյունավետ կառավարման համար լավ կլի մայրաքաղաքում լինի դա։ Դա աբսուրդ է, որովհետեւ ընդհանրակը ընդհանրապես դա գնացել են Վատիկան են ստեղծել, կենտրոն են ստեղծել, Հռոմի մեջ քաղաք են ստեղծել, որ առանձին կարգավիճակ տան։ Այսօր մենք փոխանակ մտածենք, թե ոնց Էջմիածնում, ոնց կարողանանք այնպես անենք, որ քաղաքի կենտրոնը այդ մի քանի եկեղեցիների այսպես վերցնես sense պարագծի մեջ եւ այդ մասը ուղակի դարձնես հոգեվոր կենտրոն, պայմանականորեն ասած հայկական Վատիկանը եւ այդ ամբողջ բնակելի թաղամասերը մի քիչ ուրիշ ձև տաս եւ կենտրոնացնես այդտեղ ամեն ինչ, որպեսզի ավելի շատ կարեւորես մայրաթոռը Էջմիածինը, այսօր մտածում ես, այնտեղ որտեղ վարչապետն է, այնտեղ էլ պետք է կաթողիկոսը նստի։ Այդ ամբողջ գիտական բացատրությունը դա էր։ Իհարկե ժամանակին ես այդ հարցին ուրիշ հարցով անդրադարձել եմ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը գնացել էր համալսարան, Երևանի պետական համալսարան եւ զրուցում էր կողքը նստած ռեկտոր, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դահլիճում նստած են քաղաքագետներ, ապագա պատմաբաններ, իրավաբաններ, եւ ինքը ուզում էր ցույց տալ իր ինտելեկտը, ավելի ճիշտ ինտելեկտի բացակայությունը։ Եվ մի հատ օրինակ էր բերում։ Այս ձեր բանի Մակիավելիի ժամանակվա 17-18-րդ դարերի դիվանագիտությունը չի։ Այս լրիվ ուրիշ է։ Եվ այդ ժամանակ, երբ որ ես հեռուստացույցով նայեցի, այդ անդեր թվերն էլ որ ավտոմատի մոտ ֆիքսված ասի, ժողոց, այս մարդը 200 տարի փստ է կապում։
ոչ թե Մակիավելի 17 տարի։ Մակիավելին ծնվել է 1469 թվականին, մեռել է 1527 թվականին։ Իդեպ ինչի ես նաև այդ տարեթվերը հիշում, թվում է թե դե ինչ կարևոր է Մակիավելին երբ ծնվել։ Եթե մարդը մի բան է ասել ու այսօր արդիական է, ուզում ես իմանաս այդ երբ է ասել։ Կամ եթե մարդը մի բան է ասել, որ այսօր այլ կերպ ես ընկալում, նայում ես, բա դա որ ժամանակներում ասված, 15-ում լրիվ ուրիշ համակարգեր էր, ուրիշ աշխարհակարգ էր, 17-րդ դարում ուրիշ աշխարհակարգ էր։ Եթե ինքը 200 տարի սխալվում է, նշանակում է ինքը ոչ 15-րդ դարի այդ համակարգերից է տեղյակ, ոչ 17, ընդամենը մի բան, Մակիավելի ազգանունը լսել է, այդքան մի բան։ Ես դա պարբերաբար ներկայացրել եմ նախկին իշխանության օրոք, որ ասել եմ սարսափը նա է, այնքան մեղավորությունը, ոչ պակաս մեղավորությունը, 10 մարդ քնդակարել է փողոցում, դրան ոչ պակաս մեղ կա, որ դու մայր բուհը համալսարանը այն վիճակի մեջ տնես, որ դու գնաս նրանց մոտ խոսես, Մակիավելի անուն տաս 200 տարի սխալվես, մեկի ծպտունը դուրս չգա, դուք ես ոնց եք բարոյազրկել, արժեզրկել մայր բուհը, որ մի հատ քաղաքագետ չասի, պարոն նախագահ, կարող է մի 200 տարի սխալվեցիր, կամ մի հատ ռեկտոր, մի հատ պրոռեկտոր, ես դա պարբերաբար որպես օրինակ եմ բերել, որ այս ձևի ստորացրել են, մեր ապագայի հերն անիծել են այս ձևով, հիմա այսօր հայ-ամերիկյան համալսարանում մեկը ռիսկ չարեց կանգնի ասի, պարոն վարչապետ, երբ որ դու ես չափի անգրագետ ես, դու ոչ թե իրավունք չունես հարթակից խոսել, դու նույնիսկ իրավունք չունես գազ լսողների տեղը նստես, որտեվ լսողները նորմալ ինտելեկտուալ մարդիկ են, իսկ ինչու չեն ասել, որովհետև հաջորդ օրը կկալանավորեին, այ դրա համար չեն ասել։ Այսօր հայ-ամերիկյան համալսարանի դիպլոմով շատ լուրջ պաշտոններ են զբաղացնում Հայաստանում։ Հայաստանից դուրս որտեղ գնում են այդ դիպլոմը անցնում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ելույթն ու իրանց քար լռությունը, որ ուղարկեն արտասահման, այդ մարդկանց այդ դիպլոմով գործի չեն ընդունելու։ Մեկի ծպտունը դուս չեկավ, ասի դու ես ինչ ես խոսում։ Դու ընդհանրապես տեղյակ ես։ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է, որ թվին ամեռ է։ Այդ ժամանակ մայրաքաղաքը որտեղ էր։ Այդ ժամանակ ինչը ոնց էր։ Այսինքն դու ինչ ես ընդհանրապես խոսում։ Ինչ ես ուզում արդարացնես։ Սա մեր ողբերգությունն է, ժողովուրդ ջան, որովհետև ոչ թե մենակ հարցը նա չի, թե ինչ է ինքը անգրագետ, բայց ինչ է այդ պաշտոնին։ Հարցը նա է, որ երբ որ ինքը մտնում է գիտաժողովի ժամանակ ոտքի են կանգնում պաշտոնյաները, որ մյուսներն էլ հասկանան ոտքի կանգնեն։ Նայեք այդ կադրերը, իրար են նայում, արտասահմանցիները թե սուր են կնգե։ Այսինքն գիտաժողովի զեկուցողից մեկը գնում է, մեկը գալիս է, ինչի՞ պիտի մի զեկուցողը մտնի ոտքի կանգնեն։ Նույնիսկ չհասկացան մի մասը ուշ կանգնեց ոտքի, որտեղ իրանք չգիտեին, որ ներս է մտել Քաջ Նազարը, իրանք պետք է ոտքի կանգնեին, որտեղ կջարդի, զարկի ու կջարդի հազար։ Նրանք հետո իմացան, որ հասկանում եք այդ մարդիկ ինչ տպավորությամբ են գնում Հայաստանից, երբ որ հյուր են եկել եւ լսում են մի մարդ, որը գիտության հետ ընդհանրապես կապ չունի, կրթության հետ բացարձակ կապ չունի։ Այս սա է մեր երկրի վիճակը, ժողովուրդ ջան։ Ու շատ դեպքերում, երբ որ ես հենց Նիկոլ Փաշինյանին, ամենածանր Նիկոլ Փաշինյանի մոդիկներն են տանում, ում պատվերն եմ կատարում, որ Փաշինյանին քննադատում եմ, ում եմ ծախվել։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ հանգստացնեմ, լուրջ չեմ կարողանում դրան պատասխանեմ։ Ես որ նայում եմ արևին մի րոպե, 100 հատ վրան թերություն եմ գտնում։ Մի 2 ժամ հետո էլ որ նայեմ լուսինին, 100 հատ թերություն էլ լուսնի վրա կգտնեմ։ Իմ բնավորության տեր մարդը կգնա մի անգրագետի թևի տակ կմտնի, ժողովուրդ ջան։ Լավ մտածեք էլի։ Այսինքն ես կարամ հանդուրժեմ, որ մեկը ինձ ասի ինչ խոսես։ Իհարկե ես խորհուրդներ լսում եմ, բայց ձեր խորհուրդներն էլ եմ լսում, ոչ չեմ լսում, բայց ես եմ որոշում այդ խորհուրդը վերցնեմ ամբողջությամբ, ընդհանրապես չվերցնեմ, թե վերցնեմ ռացիոնալ մասը, էլի որոշումը իմն է, թեկուզ խորհուրդը ձերն է։ Բայց որևէ մեկը ինձ ասի սրա մասին չխոսես, սրա մասին, ոչ կարա տենց պետություն լինի, ոչ կարա տենց համակարգ լինի, ոչ կարա տենց կուսակցություն լինի, ոչ տենց իշխանություն, ոչ թե նախկին իշխանություն։ Եթե գոնե հասկանում եք, որ այն մարդը, որը ձեր դիմաց նստած է, այդ տենց բաները չի հանդուրժի։ Ուղղակի հանգիստ եղեք, դա ինձ չի կպնում, դուք եք մեղք, որ տենց է չեք հասկանում, ում եք պաշտպանում, մտածում եք ինձ ոնց մեղադրեք։ Իսկ իմ անկախության եւ ազատ խոսքի հովանավորը դուք եք։
ու դա լիովին բավարարում է այս ալիքը աշխատացնելու համար։ Այնպես որ ինձ ոչ մեկի օգնությունը պետք չի։ Վաղը կգնանք ընտրության, ուրիշ հարց կլինի, էլի կդիմենք, կասենք ուզում եք ժողովուրդ ջան, անենք, բերեք միասին անենք։ Դա ուրիշ խնդիր է։ Ոչ մեկը մեզ չի պարտադրելու, այս ծրագիրը անենք, այն մեր ծրագրին ուզում եք օգնեք, չէ, ինչքան կարող եք այդքան արեք։ Այդ է հարցը։ Դրա համար ամբողջ խնդիրը ես ասացի դրա համար, որպեսզի նորից էլի ներվերները չծախսեք, գրեք, ասեք հիմի ում հայ ժողովրդի պատվերն եմ կատարում, եթե դա ձեզ ձեռք չի տալիս, գնացեք լսեք Նիկոլ Փաշինյանի ելույթները։ Մի բան էլ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, սիրիր պետությունը ինչպես ինքդ քեզ։ Սա էլ գալիս է այս էգոիստ Նիկոլ Փաշինյանի տեսակետից, որ մարդը իրան ինչքան է սիրում, ուրեմն պետությունն էլ պետք է այդքան սիրի, այսինքն ինքը համարում է պետությունը իրանից քիչ է, ուզում է ինքը բացատրի, որ բա որ քեզ այդքան սիրում ես, պետությունն էլ այդքան պետք է սիրես։ Դա գալիս է նրանից, որ ինքը այդ աշճանի էգոիստ է, որ պետության հերը կանեցի իր անձնական բարեկեցության համար։ Դրա համար իբր թե ամոթանք է տալի, որ պետությունը մոտեցեք, ես կյանքում ինձ համար իմ կյանքը չեմ վտանգի։ Բացարձակ կարող է մի հատ էլ մատը ծակելուս ասես վայ ցավեց, որ սրսկել։ Լավ ապրելու համար ես իմ կյանքը չեմ վտանգի։ Բայց հանուն պետության ես իմ կյանքը կվտանգեմ։ Հանուն պետության հազարավոր մարդիկ կամավոր գնացել են կռվել են։ Բայց այդ մարդիկ իրանց համար ռիսկի չեն դիմել, որտեղ ասել են ինչի սապեք, լավ ապրելու համար ռիսկի դիմեմ, ու հիմար չեմ կյանքս հերնալից եմ վտանգեմ, բա որ հանկարծ բռնվեմ, գնամ դատվեմ, բա դա ինձ պետք է։ Նա դատվելուց վախեցել է, կամ առասարակ իր բարոյական նորմը թույլ չի տվել լավ ապրելու համար գողություն անի կամ հանցագործություն անի կամ զենքով գնա մի բան անի, բայց զենքը գցել է ուսը գնացել է հայրենիքի համար զոհվելու, երբ որ իմացել է, որ հավանականությունը հետ գալու շատ փոքր է։ Այնպես որ Հայաստան պետության մեջ շատ շատերը պետությունը սիրում են ավելին, քան իրենց։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդ մասին չգիտի, ուղղակի իր շրջապատում այդ կարգի մարդիկ լինել չեն կարող, որտեղ այդ կարգի մարդիկ, երբ որ ասում են մի կտոր հացի համար կարող ենք Հայաստանից մի կտոր կտրենք տանք Թուրքին, ինքը նրանց հետ է աշխատում։ Դրա համար մի հատ ուզում է բացատրի, որ ձևի համար ասենք հայրենիքն է ձեր կյանքի չափ սիրեք։ Հայրենիքը եթե քո կյանքից ավել չես սիրում, ուրեմն ընդհանրապես դու չպետք է լինես Հայաստանի քաղաքացի, ինչի, որովհետև Հայաստանը ամեն օր լարված ու խնդրի մեջ է։ Պատերազմ տեսած, ցեղասպանություն տեսած, ծնված օրվանից դու գիտես, որ քո սովորական կյանքը պայքար է։ Ու նույնիսկ շատ դες երջանիկ լինել բառը քեզ թվում է ոնց որ սազական չլինի հային, որովհետև եթե դու հարազատորեն ես ընդունում բոլորի ցավ ու դարդը, ամեն մեկը խնդրեմ ունի, ու կամաչում ես, որ ինչ որ միտեղ ցույց տաս դու քեզ լավ ես զգում։ Այո, եւ նաեւ ունես մարդիկ, որոնք քո կյանքից թանկ են, որոնց հաջողությունից ուրախանում ես ու կյանքդ նորմալ է անցնում, քո վրա չես դողում։ Այդ ուրիշ հարց է։ Բայց դու տեսակ ամաչում ես, որ երջանիկ լինես։ Իսկ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները մի քիչ փող որ ունենան, արդեն երջանիկ են, Հայաստանի հերն էլ անեցած։ Այնպես որ պետք չի մեզ կոչեր անել, թե հայրենիքը ձեր չափ սիրեք։ Հայրենիքը եթե մեզանից շատ չսիրեինք, հազարատ հայրենիք կգտնեինք ու կմտածեինք ինչ անենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է մայիսի 20-ին տված հանձնարարականը։ Ինչպես տեսնում եք նկարից, տվյալ հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին։ Այդ հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ հեծում եւ որոշել են կանգնել եկեղեցու կողքին։ Պարոն Խուդացյան, կոնկրետ առաջարկներ տվեք, ժամկետը 1 ամիս գրել է Փաշինյանը։ Հիմա ինքը ինչ է ուզում բացատրի, որ Երբ որ Սամվել Կարապետյանը ելույթ է ունեցել եւ քննադատել է իշխանությանը, ինքը նախապես գիտեր, որ հեծը ուզում են պետականացնել։ Քանի հեծը չէին ուզում պետականացնենք, ինքը լավ էլ իշխանության հետ մերված, հարմարված աշխատում էր, որևէ խնդրեմ չկար։ Հենց որոշեցինք պետականացնենք, ինքը կանգնեց եկեղեցու կողքին ու քննադատեց։ Նիկոլ Փաշինյանին պետք է հերթական անգամ զգուշացնում եմ, դու այդքան ուղեղ չունես, որ ամեն անգամ տարբեր բաներ խոսաս ու չբռնվես։ Հարցը սա չի, հեծի հարց չի, դրա մասին խոսել ենք։ Հարց ուղղակի ասացի մասին է։ Եթե դու ասում ես, որ հենց իմացավ
որ հեծը պետականացնելու ենք եկեղեցուն պաշտպանեց, ուրեմն ինքը խաղի մեջ մտել է այդ հայտարարությամբ, որ ասել է մենք էլ մեր ձևով կանենք։ Մենք էլ մեր ձևով անելը ոչ մի ձևով չի նշանակում, որ մենք էլ հեղաշրջում կանենք, զինված հարձակում կանենք։ Մենք էլ մեր ձևով կանենք։ Կարող է իր ձևը եսի նարդի խաղալն է, ինչ գիտես, բայց ասում ես չէ։ Այդ որ ասել է մենք ենք մեր ձևով կանենք, դա կապվում է այն ձայնագրությունների հետ, որոնք որ ձայնագրում էին, որ ուզում էին ահաբեկչական գործողություններ անեն, այ դրա համար է այդ մարդը բանտում։ Բա մոռացար, որ այդ ձայնագրություններն եղել է ավելի շուտ, քան ինքը իմացել է, որ հեծա պետականացնելու եք։ Բա որ այդ ասում ես, բայց չես մտածում, որ հիմա սա վերցնելու է փաստաբանը, տանի դնի դատարանի առաջ, ասի քանի որ դուք կատարում եք Նիկոլ Փաշինյանի պատվերը, քննիչ, դատախազ, դատավոր, բոլորդ Նիկոլ Փաշինյանի պատվերն եք կատարում։ Նիկոլ Փաշինյանը նման գրառում է, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը նախկինում չէր կարող նախկինի հետ կապ ունենալ, որովհետև ինքը մայիսի 20-ից հետո է իմացել, որ հեծը ուզում են խլել։ Մայիսի 20-ից առաջվա բոլոր ահաբեկչական գործողությունների հետ ինքը որևէ առնչություն չունի։ Ուստի այն հայտարարությունը մենք էլ մեր ձևով կանենք, դա չի կարող կոնկրետ կոչվի զինված հեղաշրջում, որովհետև զինված հեղաշրջման ժամանակ ինքը իշխանության հետ լավ հարաբերություններ ուներ։ Բա դա ենք ասում էլի, որ քիչ խոսակ, մարդկանց ձեռը կոզր չեք տա։ Եվ մյուսը, երբ որ ասում է, որ նա ով ասում է, որ թքած ունեմ հեծի վրա, անմիջապես պետք է նրա ձեռից հեծը վերցնել։ Հետաքրքիր է, իհարկե, եթե մարդը ասում է թքած ունեմ, դու պետք է մարդու սեփականությունը վերցնես, ոնց ես տես բան ասել։ Էդ էլ են տարածում, չէ՞։ Հիմա հարց է ծագում։ Ինքը ասել է թքած ունեմ, երբ որ իրան գնացել եք կալանավոր եք այդ ժամանակ։ Բայց դուք ասում եք, որ մենք պետականացնելու որոշումը կայացել ենք դրանից մի ամիս առաջ։ Այսինքն, եթե նույնիսկ ինքը թքած չունենար, ասես սիրում եմ հեծի պատերը, կամար ունքերը, հալագյոզ աչերը, դուք մեկը պետք է պետականացնեիք։ Բա ոնց եք դա բերում որպես հիմք պետականացնելու համար, ազգային ժողովի բարձր ամբիոնից ասում, քանի որ ինքը թքած ունի հեծի վրա, մենք իր ձեռքից հեծը վերցնում ենք։ Բա եթե ինքը թքած չունենար, հեծը ոնց էիք վերցնելու։ Նիկոլ Փաշինյանի նամակը թքելուց մի ամիս առաջ է եղել։ Դուք եք թքել փայտիկին։ Ձեր այս հայտարարությամբ Փաշինյանին ասեք մի հատ սուտը, մի հատ օրվա մեջ գոնե մի անգամ ասա, որովհետև գոնե օրվա մեջ մի թեմայից մի սուտ լինի, էլի, մի օր մի թեմա մի սուտ։ Որովհետև չես կարող դու երկու հատնից լուրջ բան մտածես, որոնք իրար հետ չհակասեն։ Դա համար եմ ասում, այս ինչ որ ասեցի հեծի հետ կապ չունի, հեծի ճակատագիրը հետո կտեսնեք ինչ կլինի։ Այս ասեցի, որ այս երկիրը ղեկավարող մարդը Նիկոլ Փաշինյանի ուղեղի ծավալներն է ուզում ցույց տամ, թե ինքը ոնց է մեզ համոզում, ինչու ենք հեծը վերցնում, ինչու են մեր դեմ պայքարում, որովհետև գիտեին, որ վերցնում ենք դառան բանը քննադատ, մինչև այդ ձեռները դուրս չէր գալի։ Եվ ինքը հաստատում է, որ դա, եթե այդպես է, ուրեմն դրանից հետոյվա ասածները դուք չէիք կարող հիմք ընդունել հեծը պետականացնելու համար։ Մի հատ կողմնորոշվեք, հա, դա է հարցը։ Ուղղակի հասկացաք ինչ եմ ասում, չեմ ուզում հեծի թեմայի մեջ խորանամ, որտեղ սա ազգային ժողովում էլ է քննարկվել, դա ուրիշ թեմա է, հետո էլի կխոսենք։ Հիմա տեսնենք մեր շուրջ ինչ է կատարվում եւ մեր իշխանություններն ինչ են անում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կայցելի Ադրբեջան, նա կմասնակցի տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին, որը նախատեսված է այս տարվա հուլիսի 3-ից 4-ը Ստեփանակերտում։ Էրդողանը եւս կմասնակցի գագաթնաժողովին։ Էրդողանի մասին երեք ասեցինք, այնուամենայնիվ Ադրբեջանը ինչքան էլ ուզում է լարվածություն հանդես բերի Իրանի նկատմամբ, եթե Իրանի հետ կարողանա հարաբերությունները կարգավորել, իրանք առանձնապես դեմ չեն, որտեղ հիմնական թիրախը հիմա Ռուսաստանն է Ադրբեջանի համար, բայց այս պարագայում, երբ որ ինչպես տեսնում ենք, որ գնում են համագործակցությունը շարունակվում է, ինչպես տեսնում եք իսլամական համագործակցության կազմակերպությունում էլ Իրանը ներկա, ինչպես տեսնում եք Ստեփանակերտել է Իրանը գնում նորմալ մասնակցում նախագահի մակարդակով, եւ այս պարագայում Հայաստանը, որ նորից խաղեր է տալի Իրանի հետ, որքանով է դա արդարացված, սրա համար եմ ասում, որովհետեւ մենք պետք է հասկանանք, չէ, ի վերջո ինչ կատարվեց։ Այո, ծանր հարվածներ կերավ Իսրայելը, չէր սպասում, որ այդ հարվածները կուտեր։ Եթե Ամերիկան աջակցության չգար, հարվածները կարող էին լինել կործանարար։
ոչ թե մենակ ծանր, բայց Ամերիկան եկավ աջակցության եւ պատերազմը դադարեցրեց, բայց դրանով չփրկեց Իսրայելին, այլ հետաձգեց խնդրեմը, որովհետեւ Իսրայելը տեսավ 14-15 տարի պլանավորել եք, որ Իրան վնաստակ։ Հիմա ինքը հասկացավ, ինքը հիմա հանգիստ դնելու է պլանավորի պատասխան հարված տալու, ոչ այսօր, ոչ վաղը կարող է ինչ-որ ժամանակ հետո, բայց ի վերջո նորից խնդիր է առաջանում, նա մեր հարևանն է ու այդ պատերազմը չի պարտադիր, որ անպայման մեր տարածք մտներ, այլ պատերազմի դիվանագիտական հետևանքները, որ Ամերիկան պինդ կանգնած է Իսրայելի թիկունքին, այո խնդիրներ առաջացրեց Իսրայելի համար, Իսրայելն էլ է հասկանում, բա որ հետագայում մենք Իրանի հարցը չլուծեցինք, չվերացրեցինք, բա ինչ ենք անելու, իսկ այս պարագայում մեզ հեչ պետք չէր կոնֆլիկտի կողմ լինել, որտեղ մեր տարածաշրջանում իրավիճակը փոխում է Միացյալ Նահանգները, որի պարագայում մենք հիմա տեսնում ենք, որ ինքը անթակույց կանգնեց Իսրայելի թիկունքին, անգամ այդ խաղաղության իր ծրագրերն էլ մի կողմ դրեց, իսկ մենք այսօր այս ընթացքում նայում ենք, որ նորից մեր վերաբերմունքը Իրանի նկատմամբ լրիվ ուրիշ հունի մեջ է։ Իրանական TASSIM-ը հայտնում է, հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Աբբաս Արաղչիի միջեւ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նշվում է, որ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունները ողջունել է հակամարտության դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության եւ լարվածության նվազմանը։ Հարցը նա է, որ Եվրոպայից եկել է Կայա Կալասը, Եվրոպայի հետ խոսել են, ասել են մենք Եվրոպայի հետ օրակարգ ունենք, քայլեր ենք անում, անմիջապես ցանկացած եվրոպական հանդիպումից հետո մերոնք լեղապատառ կամ գնում են Իրան հանդիպման, կամ էլ զանգում են Իրանին, ասում են, հա, իմացի քո հետ կապված խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, այդ ինչ որ խոսացել ենք, այդ հեչ, մենք իր հետ ինչ որ խոսացել ենք, ճիշտը դա է։ Այդ գիտենք, այդ նորություն չի, եթե արդեն Կայա Կալասի հետ եվրոպական ինտեգրացիայից բան եք խոսացել, պետք է անպայման զանգեիք Իրան։ Բայց եւ միևնույն ժամանակ իրանական գործակալությունը շարունակում է պնդել, որ Հայաստանը դատապարտում է։ Հասկացանք, Հայաստանը մի անգամ դատապարտեց, բայց համառորեն իրանք շարունակում են ցույց տալ, որ Հայաստանը հանդես եկավ որպես կոնֆլիկտի կողմ։ Այն դեպքում, երբ որ իսլամական համագործակցության կազմակերպության ժամանակ Ստամբուլում որևէ մեկը որևէ արձանագրություն չբերեց եւ մեզ ցույց չտվեց, որ մեզ դատապարտող արձանագրության մեջ հռչակագրի մեջ կամ այն 5 բանաձևը, որը ընդունվեց Ադրբեջանի առաջարկությամբ, Իրանը ելույթ է ունեցել, պաշտպանել է Հայաստանին, մեղադրել է, թե ինչ արևմտյան Ադրբեջան եք ասում, մեղադրել է եւ ասել է, որ այսինչ 300,000 մարդու վերադարձի հարց եք ասում Հայաստան։ Հայաստանը իմ նեղ ժամանակ իմ կողքը կանգնած է եղել։ Նույնիսկ դեսպանը, որը որ կանգնեց ասեց, որ մենք դեմ ենք Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգություններին, բա դուք որ դեմ էիք, այնտեղ ինչի՞ չեք այդ դեմը լնելը արտահայտել։ Ստամբուլում իրանց հետ դատապարտում եք Հայաստանին, գալիս եք Հայաստան, ասում եք մենք իրանց հետ համաձայն չենք։ Այդ ձևի եք դուք Հայաստանին պաշտպանում։ Քանի օր ասում եմ, նույն դեսպանին հարցրեք, նույն արտգործնախարար, ուր է այդ արձանագրությունները, որում կամ դեմ է քվեարկել Իրանը մեզ դատապարտող որոշումների տակ, կամ ելույթ է ունեցել եւ ասել է, որ մենք սրան չենք միանում, այս ինչ եք բերել, չեք գտնի, ժողովուրդ, որտեվ չի եղել այդպես բան։ Այդ դրա համար եմ ասում, երբ որ Հայաստանը ոգևորվում է, կանգնում է Իրանի կողքը, լավ մի հատ պետք է հաշվի, իսկ Իրանը բավարար ուժ կամ ցանկություն ունի Հայաստանի շահերը պաշտպանելու, թե չէ։ Այդքանը նայենք։ Անկամ ցանկություն չունի, ոչ թե մենակ ուժ։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահամ Մուստաֆայևը ավելի քան 1 ժամ անցկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։ Իսկ հիմա արդեն սա բավական լարված իրավիճակ է Ռուսաստան Ադրբեջան, որտեղ Ադրբեջանը ակնհայտորեն փորձեց առիթից օգտվի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարի, բայց այս պարագայում եթե նույնիսկ մեծ ձեռնտու է Ռուսաստանից փոխվել, մենք պետք է Ադրբեջանի հետ սինխրոն քայլեր չանենք, ոչ թե Ռուսաստանի դեմ քայլեր չանենք, Ադրբեջանի հետ չանենք,
որտեղ Ադրբեջանը, որ հիմա շատ ակտիվ ձևով գնում է Ռուսաստանի դեմ, դա անում է նաև մեր դեմ, որովհետև դա անում է նրա համար, որովհետև հասկացավ, որ Ամերիկան մտավ տարածաշրջան, լրջորեն մտավ, անգամ մի կողմ դրեց դժգոհությունները, որ շատ-շատերը թե Իսրայելում քննադատեցին իրանց իշխանություններին, թե ինչու այդ քայլը արեցիք, թե Ամերիկայի նախագահին քննադատեցին, թե ինչի համար սրա տակ մտար։ Ամեն դեպքում իրանք ներկայացնում են շատ փայլուն օպերացիաներ արեցինք, բայց այնպես չի որ ժողովուրդը դրա վրա խաբվում, ասում է դուք որոշեցիք արեցիք։ Բայց երբ որ արդեն Ամերիկան ներկայացված է, բայց եւ Ադրբեջանին ձեռնտու է Իսրայել-Ամերիկա գիծը աշխատացնել։ Մենք Ռուսաստանից փոխվելուց հետո մենք պետք է Եվրոպա գնանք, ոչ թե գնանք Թուրքիայի տակ, առավել եւս որտեղ գնալով մենք ոչ մի հարց չենք լուծելու Հայաստանի համար։ Երեկել ենք դրա մասին խոսում, որովհետեւ Ադրբեջանը նայում է Թուրքիա-Ամերիկա կապն է օգտագործում, Իսրայել-Ամերիկա կապն է օգտագործում, նույնիսկ եթե առերևույթ երևում է Իսրայելն ու Թուրքիան իր հետ կոնֆլիկտ ունեն։ Նա այդ գծի վրա է հիմա աշխատում, դրա համար անթակույց լարում է հարաբերությունները նաև արհեստականորեն։ Իսկ մենք այդ հարցը անելու համար պետք է հարցը լուծենք Եվրոպայի հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը մենք առայժմ չենք լուծել եւ խոսքից այն կողմ չի գնում։ Ուղղակի դրա հետ կապված պետք է ուշադրել նաև ուրիշ հարցում։ Ռուսաստանը Ուկրաինայում քանակական առումով նույնիսկ եթե առաջ է գնում շատ մեծ զոհեր տալով, որ գոնե ցույց տա տեսնի ես հաղթում եմ, առաջ եմ գնում, որակական առումով շատ ծանր հարվածներ է ստանում։ Ուկրաինան տալիս է շատ լուրջ հարվածներ, այնպիսի հարվածներ իր ռազմավարական օբյեկտներին, էներգետիկ օբյեկտներին եւ այլ, որ Ռուսաստանը երկար այս ձևով ցկել չի կարող։ Ռուսաստանը ինչքան էլ բանը դնի տնտեսությունը ռազմական ռելսերի վրա, ինքը չի կարող որակյալ տեխնիկա արտադրել, քանակի վրա է աշխատում, որակը շատ լուրջ ժամանակ է պետք եւ շատ լուրջ տեխնոլոգիա։ Այսինքն ինքը այդ քանակի կռվի համար է այդ զենքը ստեղծում, որակի կռվում ինքը ջախջախիչ պարտվում է Ուկրաինային, իսկ Ադրբեջանը դա շատ լավ գիտի եւ հասկանում է, որ ուշ թե շուտ Ռուսաստանը այս իրավիճակում դերակատարությունը չի մեծացնելու, մեր տարածաշրջանի որոշողը Ամերիկան ալնելու։ Այդ իսկ պատճառով ինքը ընդգծված հարաբերությունը լարում է Ռուսաստան։ Մենք էլ կարող ենք լարել, բայց ելի ընդգծված պետք է աշխատենք Եվրոպա ու Ամերիկա, ոչ թե Եվրոպայի ու Ամերիկայի, Թուրքիայի միջոցով, որը մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի համար իդեալական տարբերակ է, բայց Հայաստանի համար կործանարար։ Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4 դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը հայտարարել է. մենք զգում ենք արևմտականների ապակառուցողական ազդեցությունը Հայաստանում։ Ցավոք Հարավկովկասյան այս հանրապետությունն այդ չափել չի դիմադրում այս փոփոխություններին եւ շարունակում է կողմնորոշումը դեպի արևմուտք, հաճախ ի վնաս իր ազգային շահերի։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ բարեկամության հարաբերությունները պահպանելու բարեկամական պահպանելու հարցում այս երկրում օրինականությունը եւ հանգստությունը պահպանելու համար, ասել է Մասյուկը։ Այսինքն իրանք այնուամենայնիվ կարծում են, որ Հայաստանը գնում է Եվրոպա եւ իրանք հասկանում են, որ դա հատուկ նպատակային տանում են իշխանությունը չի դիմադրում, դա այդպես չի, բայց ամեն դեպքում իրանք իրենց մտավախությունը հայտնում են, բայց մենք էլ առիթը պետք է օգտագործենք եւ ասենք չես ուզում Եվրոպա գնանք, քո հետ մնանք, ինչ անենք, լավ տես ինչ արեցիր, ում բարեկամն ես դու ընդհանրապես, սկուտերի վրա Արցախը տվեցիր, հիմա Ադրբեջանը քեզ քրքրում է, քեզ ասում է դու ինչին ես պետք, օգտագործեցինք եւ դեն նետեցինք, բայց այդ դեպքում դու ուզում ես որ Հայաստանը դառնա քո համար օգտագործված, այն դեպքում երբ որ Արցախը մեզանից վերցրել ես, տվել ես Ադրբեջանին, դե հաջողություն, խնդրեմն ինչու՞մ է։ Գնա Ադրբեջանի հետ հարցերը դուք ինչ տալիք առնելիք ունեիք, փայլուն օպերացիայից էր խոսում Շայգուն Թուրքիայի նախարարի հետ, որ ինչ արեցինք Արցախում, դե գնացեք վայելեք ձեր հաղթանակը։ Իսկ նույն պաշտոնյան ինչ ագերում։ Ռուսաստանը տեսնում է որոշակի ուժերի ակտիվ ջանքերը Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններին պարակտում մտցնելու համար։ Այսօր փորձում են մեզ մեղադրել Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ ճնշում գործադրելու մեջ, կապված Եկատերինբուրգում վերջերս ծանր հանցագործություններ կատարելու մեջ եւ այլ եւ այլ։ Այսինքն դուք արդեն հասկացաք խնդիրը ինչին է վերաբերվում, որ այսինքն ակնհայտ ձևով Ադրբեջանը սրում է այդ հարցը, երբեք ինքը հանցավոր խմբավորումների այս հարցը այսպես չէր սրի, եթե քաղաքական դրդապատ
պատճառ չլներ։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջեզադեն նշել է. այսօր հուլիսի 1-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին Եկատերինբուրգում ադրբեջանցիների, որոնց եղել են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներ, սպանության եւ դաժան ծեծի ու վնասվածքների կապակցությամբ։ Նոտայում նաեւ կտրուկ բողոք է արտահայտվել ադրբեջանցիների հարցաքննության եւ այլ եւ այլ։ Այսինքն կոնկրետ ընդգծված Ադրբեջանը գնում է տարանջատման, որտեղ ինչ որ ուզում է ստացա եւ մեկ էլ տեսավ շատ լավ ինքը ինֆորմացված է, որ Հայաստանը Սյունիքով անցնող ճանապարհը ցանկանում է, որ այդ ճանապարհի օպերատորը լինեն արևմտյան կառույցները, ոչ թե ռուսական, բայց որպես ինքը կարողանա Ռուսաստանին մերժեր, պետք է տղա բերեր Ռուսաստանի վրա։ Այսինքն Ադրբեջանը դա հրաշալի գիտի, որտեղ իրանք լավ էլ Թուրքիայի հետ աշխատում են, լավ էլ գիտեն ինչա տեղի ունենում, որի պատճառով իրանք հասկացան, որ Ռուսաստանից այլևս սպասելիք չունեն Սյունիքով ճանապարհը ռուսական վերահսկողության։ Պետք է իրանք ժամ առաջ հասցնեն թեքվեն դեպի արևմուտք, որպեսզի Հայաստանը այն ինչ որ պայմանավորվի Ամերիկայի, Եվրոպայի հետ, դա տեղի ունենա Ադրբեջանի համաձայնությամբ եւ Թուրքիայի հովանու ներքո։ Այս սա է, որի մասին պարբերաբար զգուշացնում ենք։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ նշել է, Միացյալ Նահանգների հետ բանակցությունները վերցնելու որոշում կայացնելու մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված հասցնելու համար։ Արաղչիի խոսքով Իրանը կկարողանա արագ վերականգնել միջուկային էներգիային հարվածները կրած կորուստները եւ վերացնել ուրանի հարստացման գործընթացում կուտակված կուտակումները, իսկ տեխնոլոգիաներն ու գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։ Այսինքն սա էլ արդեն հասկացանք, խնդիրը ինչին է վերաբերվում։ Իսկ հիմա այս ամեն ինչի ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ նրա հետ կքննարկի բազմաթիվ թեմաներ, այդ թվում Գազայի հակամարտությունը եւ Իրանի միջուկային ենթակառուցվածքներին վերջերս հասցված հարվածները։ Նեթանյահուն կգա այստեղ, մենք կքննարկենք շատ բաներ։ Մենք կխոսենք այն հսկայական հաջողության մասին, որին հասել ենք։ Դա անհավանական հաջողություն էր Իրանում, նման ճշգրիտ հարված երկար տարիներ չի եղել։ Հարձակումը իսկապես փայլուն էր եւ կարող է նկարագրվել միայն մեկ բառով՝ ոչնչացում, ասել է Թրամփը։ Ինչա ինքը այսքան ոգևորված, sense պատմում, հարձակվել, զոհեր տալ եւ այլ, sense ոգևորված մի բանի համար, որ արդարացնի այդ գործողությունը Ամերիկայի ընտրողի աչքում եւ Իսրայելի ընտրողի աչքում, քաղաքացու աչքում, թե ես ինչ արեցիք ու մեր պետգործանեիք, առավել եւս Իրանին այնպեսի վնաս չեք հասցրել, որ նա չկարողանա վերականգնել, նշանակում է նրան դարձրեցիք կատաղած գազան, վիրավոր գազան եւ այդպես թողեցիք, որովհետեւ չկարողացաք ոչնչացնել։ Հաջորդ քայլը կամ պետք է ոչնչացնեք, կամ ինքը պետք է Իսրայելը ոչնչացնի։ Սրա համար ասենք իրանք անընդհատ ինքնագովեստով են զբաղված։ Էդ էլ ուղղակի մենք ուշադրություն դարձնենք։ Մեկ էլ մի խնդիր էլ կա, Ամերիկայի գործարար միլիարդատեր Իլոն Մասկը սպառնացել է կուսակցություն ստեղծել, եթե կոնգրեսն ընդունի հարկերի արտոնությունների օրինագիծը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանում է մեծ գեղեցիկ օրինագիծ։ Եթե այս խելագար ծախսերի օրինագիծն ընդունվի, հաջորդ օրը կձևավորվի Ամերիկա կուսակցությունը, դա ժամանակին էլ է դրա մասին ասել, ես ասում եմ, որ Իրան հարգող մարդը չի մտնի այդ կուսակցությունը, որովհետև այն արտոնությունները, որ ինքը ուներ հանրապետական կուսակցությունում, բոլորին վերևից էր նայում, դել էր գաղտնիքները բացահայտում ընտրված նախագահի հասցեին, այդ կարգի մարդու հետ չի կարելի անգամ բիզնես անել, ու մնաց քաղաքական բիզնես։ Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք դեմոկրատ հանրապետական միակուսակցականությանը, որպեսզի ժողովուրդն իրականում ձայն ունենա, գրել է Մասկը։ Մասկը նշել է, որ հարկային արտոնությունների մասին օրինագծին աջակցող կոնգրեսականները կպարտվեն 26 թվականի նախնական ընտրություններում։ Եթե կոնգրեսականի մասին է խոսքը, դա նախնական ընտրություն չի, որտեղ կոնգրեսը ընտրվում է 2 տարին մեկ։ Այնպես ոչ նախնական ընտրությունն է, նա կոնգրեսի ընտրությունն է 26 թվական։ Իսկ եթե սենատին վերաբերվեր, գուցե ռոտացիան 1/3-ով է։ Կարելի է այդպես միջանկյալ ընտրություն գուցե ասել, որովհետև սենատորները 6 տարով են ընտրվում, 2 տարին 1/3-ով թարմացվում է։ Դրա համար, դե ինքը կարող է չիմանա, դե հիմա մարդ է Հարավաֆրիկյան Հանրապետությունից գնացել է, այդքան լավ չգիտի Ամերիկայի օրենսդրությունը։
Ակնհայտ է, որ այս օրինագծի խելահեղ ծախսերի հետ մեկտեղ, որը պարտքի շեմը բարձրացնում է ռեկորդային $5 տրիլիոն, մենք ապրում ենք միակուսակցական երկրում խոզերի կուսակցությունում։ Ժամանակն է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն, որն իրականում հոգ կտանի ժողովրդի մասին։ Այս քննադատություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը սպառնացել է դադարեցնել Իլոն Մասկի սուբսիդիաները։ Տրամպը գրել է, որ դեմ է էլեկտրական մեքենաների, եւ Մասկը գիտեր դա, երբ ընտրություններից առաջ աջակցել է նրան։ Բայց էլեկտրական մեքենաներին դեմ ելնող մարդը ընտրման դառնում է նախագահ, սպիտակ տան հայաթը դարձնում ավտոշուկա, հետո գնում է մի հատ էլ Մասկի մեքենան առնում, որպեսի պրոպագանդի որ առնեն, բայց դրա մասին էինք ասում, ես ինչ ես անում, բայց այդ դիրքը ունեցող մարդը տենց բան կան։ Այսինքն իմանալով, որ դա սխալ է, մարդկանց առաջարկում, բայց այդ մարդիկ հիմա դա էնել են լսել, մեզ էլ են լսել, իրանել են լսում, որ ինչ է հիմա ասում։ Դա ծիծաղելի է եւ միշտ էլ եղել եմ իմ քարոզարշավի կարևոր մասը, որ դեմ է եղել։ Էլեկտրական մեքենաները լավ են, բայց ոչ բոլորին պետք է ստիպել ունենալ դրանք։ Իլոնը հավանաբար պատմության մեջ ավելի շատ սուբսիդիաներ է ստացել, քան որևէ անձ, եւ առանց սուբսիդիաների Իլոնը հավանաբար ստիպված կլիներ փակել իր խանութը եւ վերադառնալ տուն Հարավային Աֆրիկա։ Այսինքն, երբ որ արդեն աշխարհի ամենահարուստ մարդը այլևս քո դեմ է դուրս գալը, դառնում է խանութպան։ Ես ճիշտ հասկացա։ Բավարար ժամանակ ասում ենք այդ խանութպանին այդքան առավելություն մի տա Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պաշտոնյաների գլխին մի կարգի, որ նրա իրավունք չպետք է ունենա լկտի ձևով խոսի դատարանների հասցեին, կոնգրեսի հասցեին, ընդհանրապես տարբեր երկրների ղեկավարների հասցեին։ Բայց այսօրվա համար էինք ասում, չէ՞։ Ուրեմն մեկ էլ ինչ է ասում։ Դոնալդ Տրամպը ասել է, որ կուսումնասիրի նրա արտաքսման հարցը, չգիտեմ, պետք է ուսումնասիրել, ասել է Դոնալդ Տրամպը։ Բա որ Պրետորիայից, որ ասում էի Հերվաշենից, որ եկել է, գնացել է Կանադա, քաղաքացիություն է ստացել, սովորելու նպատակով գնացել է, սովորելու նպատակով մտել է Միացյալ Նահանգներ, ուսում է կիսատա թողել, բայց Բրոնյան պահպանել է, ոնց է պահպանել խախտումով եւ Ամերիկայի քաղաքացիություն ստացել։ Երևանում դրա մասին գիտեինք, Ամերիկայում չգիտեին։ Հիմա նոր արտաքսման քննադատելու համար չի կարելի արտաքսել, չէ՞։ Չեմ կարծում էլ որ քննադատելու համար Ամերիկայից իր քաղաքացուն արտաքսես։ Հիմքերը պետք է մանգաս գտնես, որ անօրինական է քաղաքացիություն ստա, բայց քանի տարի առաջ է ստացել, բանտրություններից առաջ չգիտեիք։ Սա ինչի համար է, որպեսի հասարակությունը հավատա իր իշխանությանը, որտեղ Մասկը փող դրեց, Մասկը կանգնեց, ասեց բարեփոխում ենք անելու, հիմա ինքը քննադատում է այն բարեփոխումը, որին մասնակից է եղել ինքը, եւ Դոնալդ Տրամպն էլ ասում է, բայց ես քեզ այդքան սուբսիդիա տվեցի, այսինքն եթե ինձ օգնել ես, ես քեզ տվել եմ, մին դեմ ինչի ես դուրս գա, բան չէիր այդքան սուբսիդիա տալի։ Հիմա այս ամեն ինչը լսում է, չէ՞, ընտրողները, որոնք որ լսել են այդ լավ գեղեցիկ խոսքերը ու ձայն են տվել։ Հիմա զարմացած նայեմ ասում են, «Էս ինչ է կատարվում»։ Իսկ այդ կարգի հարվածը ամբողջ աշխարհում Ամերիկայի հեղինակությանը հարված։ Իսկ մենք մտածում ենք, որ նոր աշխարհակարգում առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշորագույն դերակատարության ոչ մի բան չի ստացվի։ Այնպես որ մեր շահերից հավախում, որ շատ արագ է սարսելուծի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։